ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այսօր միացել եք մեզ։ Շատ ողջունելի է, որ դուք արդեն հետաքրքրվում եք ձեր ապագայի ամենակարևոր հարցերից մեկի՝ կենսաթոշակի մասին։ Մի թեմա, որը շատ հաճախ մնում է ստվերում, բայց իրականում կենսաթոշակն է, որ ապագայում որոշելու է մեր արժանապատիվ ծերությունը։ Այսօրվա մեր հանդիպման նպատակն է օգնել ձեզ պարզել, թե որտեղ եք հիմա եւ ինչպես կարող եք հասնել այնտեղ, որտեղ ուզում եք լինել կենսաթոշակային տարիքում։ Այսօր շատ պարզ, առանց որևէ բարդ հաշվարկների, մենք պատասխանելու ենք 3 հարցի։ Ինչ ունեք այսօր, այսինքն որքան գումար ունեք կուտակած ձեր կենսաթոշակային ֆոնդում արդեն այսօր, ինչ կարող եք սպասել ապագայում, այսինքն որքան կենսաթոշակ այն ձեզ կապահովի ապագայում եւ ինչպես կարող եք ազդել այդ ապագայի վրա արդեն այսօր, այսինքն ինչպես կարող եք կառավարել ձեր գումարը այսօր, որպեսզի ապագայում ստանաք ավելի բարձր կենսաթոշակ։ Սկսենք առաջին հարցից. որքան գումար ունեք կուտակած ձեր կենսաթոշակային ֆոնդում։ Ասենք, որ եթե դուք ծնվել եք 1974 թվականից հունվարի 1-ից հետո եւ գրանցված աշխատող եք, ապա դուք ավտոմատ կերպով հանդիսանում եք կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից։ Եվ յուրաքանչյուր ամիս ձեր գրանցված աշխատավարձի, կեղտոտ աշխատավարձի 10%-ը կուտակում եք ձեր ապագա կենսաթոշակի համար։ Եկեք պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում։ Յուրաքանչյուր ամիս ձեր գործատուն ձեր աշխատավարձի 5%-ը փոխանցում է պետեկամուտների կոմիտե։ Պետությունը այնուհետև համաֆինանսավորում է, ավելացնում է եւս 5% եւ արդյունքում յուրաքանչյուր ամիս ձեր աշխատավարձի 10%-ը կուտակվում է ձեր կենսաթոշակային հաշվում։ Գումարները ձեր կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայում բացված ձեր անվանական, անհատական կենսաթոշակային հաշվում։ Ինչու եմ շեշտում, որովհետև կենտրոնական դեպոզիտարիան հանդիսանում է այս համակարգի մասնակիցների ռեեստրավարը եւ իր մոտ պահում է մեր բոլորի հաշիվները, վարում է այդ հաշիվները եւ այնտեղ կուտակվում են մեր գումարները։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես հիմա կարող ենք պարզել, թե որքան գումար ունենք կուտակած, հա։ Ամենահեշտ մեթոդը դա բջջային բանկային հավելվածի միջոցով ստուգելն է։ Գրեթե բոլոր բանկերը ունեն այդ հնարավորությունը։ Պարզապես պետք է մուտք գործեք ձեր բանկային բջջային հավելված, այնուհետև ընտրեք իմ հաշիվը բաժինը, հա, թվում է թե թաքնված է, բայց իրականում պետք է մուտք գործեք հիմնական բաժին, իմ հաշիվը բաժին, եւ այնտեղից ընտրեք կենսաթոշակային հաշիվ ենթաբաժինը եւ արդեն կտեսնեք, թե որքան գումար ունեք կուտակած։ Մյուս մեթոդը դա բանկոմատի միջոցով ստուգելն է։ Մյուս անգամ, երբ կունենաք կանխիկի կարիք եւ կմոտենաք բանկոմատին, քարտը կմտցնեք բանկոմատի մեջ, կարող եք ձախ հատվածում լրացուցիչ ծառայություններ բաժնից սեղմել կենսաթոշակային քաղվածք կոճակը եւ կտեսնեք, թե որքան գումար ունեք կուտակած։ Իդեպ, այս մեթոդով եթե ստուգեք, դուք կարող եք տեսնել նաեւ, թե որ ֆոնդում են կուտակվում ձեր գումարները եւ տեսնեք ձեր նախկին մի քանի գործարքները։ Եթե արդեն ստուգեցիք, իդեպ կարող է ստուգեք եւ պարզեք, որ արդեն միլիոնատեր եք, եկեք գնանք առաջ եւ տեսնենք, թե ինչ են տեղի ունենում այդ գումարների հետ, որովհետեւ յուրաքանչյուր ամիս, երբ կուտակվում են ձեր գումարները, նրանք այնտեղ նստած չեն քնում եւ չեն սպասում, թե երբ ենք մենք անցնելու կենսաթոշակի, որպեսզի մեզ վերադառնան, հա։ Այդ գումարները կառավարում են պրոֆեսիոնալ ակտիվների կառավարիչները, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները, որպեսզի ներդրումներ իրականացնեն եւ այս ներդրումների միջոցով ավելացնեն ձեր կենսաթոշակային միջոցները, այսինքն գեներացնեն հավելյալ եկամուտ։ Հիմա եթե
Խոսենք թե ինչպես են գեներացնում այդ հավելյալ եկամուտը, հա? Ասեմ, որ այսօր ինչքան թվեր եւ վիճակագրական տվյալներ կտեսնեք, դա արդեն ամփոփված 2025 թվականի վերջին դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի վերաբերյալ տեղեկատվությունն է։ Ֆոնդերը ներդրումներ են իրականացնում։ Եթե դիտարկենք պահպանողական ֆոնդի կառուցվածքը, իսկ պահպանողական ֆոնդը դա այն ֆոնդն է, որտեղ կուտակվում են մասնակցի միջոցները, եթե նրանք չեն կատարել ընտրություն, հա, միջին ռիսկայնությամբ ֆոնդում։ Իսկ ես ասեմ, որ մասնակիցների 99%-ը այդ ընտրությունը չի կատարել եւ նրանց միջոցները ավտոմատ կերպով կուտակվում են միջին ռիսկայնությամբ ֆոնդում։ Հիմա դիտարկենք C կվադրատ ամպեգա պահպանողական ֆոնդի ակտիվների կառուցվածքը։ Մենք կտեսնենք, որ կառավարիչը ներդրումներ է իրականացնում ավանդներում, պետական պարտատոմսերում, կորպորատիվ պարտատոմսերում եւ արտասահմանյան պարտքային եւ բաժնային արժեթղթերում։ Իդեպ ասեմ, որ արտասահմանյան այս բաժնային արժեթղթերն էլ իրենց հերթին ներդրումներ են իրականացնում մեզ բոլորիս քաչ հայտնի տարբեր ընկերություններում եւ արդյունքում ստացվում է, որ մենք մասնակիցներս անուղղակի կերպով հանդիսանում ենք այս հայտնի կազմակերպությունների բաժնետերերը։ Դե եթե հիմա ամփոփենք եւ խոսենք թվերով, որպեսզի հասկանանք, թե լավ, այդ ներդրումների արդյունքում, որի նպատակն է հավելյալ եկամուտ գեներացնելը, իսկ որքան գումար է գեներացվել, հա, որքան գումար է աշխատել մեզ համար կառավարիչը։ Եթե դիտարկենք 2025 թվականի տարվա վերջին դրությամբ, այսինքն համակարգի գործարկումից, որը իդեպ տեղի է ունեցել 2014 թվականին, հա, գործարկումից սկսած մինչև հիմա, ապա կտեսնենք, որ մեր կողմից կառավարվող միջոցների շուրջ 28%-ը գեներացրել է մեր կողմից կատարված ներդրումների արդյունքում։ Եթե ավելի պարզ լեզվով փորձեմ ասել, եթե դուք օրինակ ստուգեցիք հիմա եւ ենթադրենք տեսակ, որ ձեր հաշվում ունեք 1 միլիոն դրամ։ Եթե ձեր կառավարիչը C կվադրատ ամպեգան է, դա նշանակում է, որ ձեր 1 միլիոն դրամի 280,000 դրամը ձեզ համար աշխատել ենք մենք, իսկ մնացած 720,000 դրամը դա գործատուի եւ պետության հատկացումներն են։ Այստեղ ներկայացված են մեր կողմից կառավարվող 3 կենսաթոշակային ֆոնդերի, հա, բացվածքը, հատկացումների եւ եկամտի մասնաբաժնով, բայց սրանք անդրադառնանք մի քիչ ավելի ուշ։ Հիմա հասկացանք, թե ինչպես են կուտակվում ձեր գումարները, հա, որքան գումար է կուտակվում։ Տեսանք, թե ինչպես կարող եք ստուգել հենց հիմա, թե որքան գումար ունեք արդեն կուտակած։ Ենթադրենք արդեն միլիոնատեր ենք եւ շատ ուրախ ենք։ Լավ։ Իսկ ինչ պետք է սպասենք ապագայում, ինչ կարող ենք սպասել ապագայում։ Այս հարցը մեզ այնքան շատ էր հնչում մեր մասնակիցների կողմից, որ անցած տարի, երբ գործարկեցինք մեր նոր կայք էջը, որոշեցինք, որ պետք է ունենանք կենսաթոշակային հաշվիչ, որովհետև ինչպես կա գլասիտ народная մուդրость, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել։ Էնպես որ դուք շատ հեշտությամբ կարող եք մուտք գործել մեր կայք, լրացնել մի քանի մուտքային տվյալներ, հա, անձնական եւ որոշակի ենթադրությունների ներքո մեր հաշվիչը ձեզ մոտավոր պատկերացում կարող է տալ, թե դուք ինչ կարող եք սպասել ապագայում։ Շտապեմ ասել, որ մեր վեբինարից հետո դուք կստանաք նամակ, որտեղ մենք ձեզ կուղարկենք մի շարք օգտակար նյութեր, մի շարք հղումներ, հա, այդ թվում նաև մեր կենսաթոշակային հաշվիչ հղումը եւ նաև նրա բացատրական հոլովակը, որովհետեւ կան դաշտեր, որոնք իրականում կարող եք դուք ամփոփող թողնել, գնաճի դաշտը կամ ֆոնդերի եկամտաբերության, հա, դրան կարող եք թողնել ամփոփող եւ այս ենթադրությունների ներքո մեր հաշվիչը որոշակի պատկերացում ձեզ կտա։ Հիմա եկեք անցնենք առաջ եւ հասկանանք, լավ, մասնագիծը ինչ կարող է անել, որովհետեւ այն ամենը, ինչ նկարագրեցինք մինչ այս պահը, տեղի ունենում ձեզ համար
Համակարգը աշխատում է մասնակցի համար, բայց առանց մասնակցության, հա, այսինքն յուրաքանչյուր ամիս ձեր գումարները փոխանցվում են, կուտակվում են, այնուհետև փոխանցվում են ֆոնդերի կառավարչին, ով կառավարում է, ներդրումներ է իրականացնում, գեներացնում է այդ հավելյալ եկամուտը, բայց մասնակիցը ինքը ինչ կարող է անել։ Մասնակիցն իրավունք ունի ընտրել իր տարիքին եւ իր նպատակներին համապատասխան կենսաթոշակային ֆոնդ, բայց եկեք ազնիվ լինենք եւ հասկանանք, որ որևէ ընտրություն անելուց առաջ նախ պետք է հասկանանք առհասարակ ինչ ֆոնդեր կան, ինչով են նրանք իրարից տարբերվում, նոր հետո գիտակցված մեր ընտրությունը կատարենք։ Շտապ եմ ասել, որ համակարգի ներքո գործում է 3 տեսակի ռիսկայնությամբ ֆոնդ. ցածր ռիսկային, միջին ռիսկային եւ բարձր ռիսկային։ Ֆոնդերն իրարից տարբերվում են իրենց ներդրումային ռազմավարությամբ, հա, ռիսկայնությունը նրանց բնորոշվում է իրենց պորտֆելում առկա ռիսկային համարվող բաժնետոմսերի, բաժնային արժեթղթերի մասնաբաժնով։ Բայց մինչև հիմա կմանրամասնեմ այս ամենը, ուզում եմ մի արտահայտություն անել, որը ֆիքսենք, նոր անցնենք առաջ։ Առհասարակ բոլոր կենսաթոշակային ֆոնդերը համարվում են ցածր ռիսկայնությամբ կենսաթոշակային ֆոնդեր։ Այսինքն երբ հիմա խոսենք ու ասենք բարձր ռիսկային, ցածր ռիսկային եւ այլն եւ իրար հետ համեմատենք, մենք պետք է հիշենք, որ համեմատում ենք իրար հետ միայն կենսաթոշակային ֆոնդերը, որոնք բոլորն իրար հետ միևնույն է համարվում են ցածր ռիսկային ֆոնդեր ի համեմատ այլ ներդրումային ֆոնդերի։ Սա հիշեցինք եւ գնացինք առաջ։ Ուրեմն ցածր ռիսկայնությամբ ֆոնդը սա մի ֆոնդ է, որտեղ ներդրումներ չեն իրականացվում ընդհանրապես որևէ բաժնային գործիքներում, հա։ Մյուս ֆոնդը դա պահպանողական կամ միջին ռիսկայնությամբ կամ ինչպես սկզբում նշեցի, սա այն ֆոնդն է, որտեղ կուտակվում են մասնակցի գումարները, եթե նա ընտրություն չի կատարել։ Եվ երրորդը դա հավասարակշռված կամ ամենաբարձր ռիսկային համարվող ֆոնդն է, որովհետև այստեղ թույլատրվում է ի տարբերություն պահպանողական ֆոնդի, որտեղ կարելի է ներդրումներ անել մինչև 35% բաժնետոմսերում, այստեղ կարելի է մինչև 50%-ը ներդնել բաժնետոմսերում։ Հիմա եթե դիտարկենք ստեղծման պահից, որը 2014 թվականն էր, հիշում ենք, մինչև հիմա ֆոնդերի եկամտաբերությունը, այսինքն ֆոնդերի գների պատմական շարքը, ինչ կարող ենք ասել։ Նայելով գրաֆիկին, մենք վստահորեն կարող ենք տեսնել, որ այս գրաֆիկը աճում է, ճիշտ է, այո, գրաֆիկը աճում է եւ սա փաստ է կենսաթոշակային ֆոնդերի մասին, որ առհասարակ կենսաթոշակային ֆոնդերը ունեն երկար ներդրումային հորիզոն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ գումարները, որ մենք այսօր կուտակում ենք մեր կենսաթոշակի համար, դեռ երկար ժամանակ ունեն, հա, այդ հորիզոնը ներդրումային շատ երկար է, որ ներդրումներ իրականացվեն, ինչ մենք կաշխատենք մեր 30-40 տարին կանցնենք կենսաթոշակի եւ մեզ պետք կգան։ Եվ այդ երկարաժամկետում կենսաթոշակային ֆոնդերը միշտ աճում են, հա, սա փաստ է։ Էլ ինչ կարող ենք նկատել։ Մենք նկատում ենք, որ ինչ որ տատանումներ են լինում, հա, ուղիղ բնականաբար կան որոշակի տատանումներ։ Երևի դուք բոլորդ հիշում եք, որ տարիներ առաջ, ես հիմա փորձեմ մի քիչ մոտեցնել, երբ կովիդն էր, համավարակով պայմանավորված շուկաներում որոշակի տատանումներ էին տեղի ունենում, գների անկում էր տեղի ունենում նաև կենսաթոշակային ֆոնդերում կամ ավելի մեծ դրանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմն էր 22 թվականին եւ երբ ամբողջ աշխարհն էր խառնվել իրար, բնականաբար դա իր ազդեցություններն ունենում կենսաթոշակային ֆոնդերի գների վրա եւ մարդիկ, ովքեր ստանում են իրենց հաշվետվությունները, հա, այնտեղ տեսնում էին ինչ որ մինուս թվեր եւ մենք օրական ստանում էինք երևի 100-ավոր զանգեր, ովքեր խուճապահար փորձում էին պարզել, թե ուր են կորել իրենց գումարները մինուս է, կորում են, ցնդում են, բայց ինչ է տեղի ունենում իրականում, հա։ Սա այս անկման շրջանն է, երբ գները նվազում էին եւ բնականաբար հաշվետվությունը, որը
ներառում է երամսյակ, հա, եւ համեմատում է օրինակ այս երամսյակի գները նախորդ երամսյակի հետ եւ երբ անկման շրջան է լինում, հա, բնականաբար այդ համեմատությունը մինուս է լինում, հետեւաբար մենք այստեղ ենք գտնվում եւ նախորդ երամսյակի հետ մինուս է տալիս, բայց եթե մենք նայենք նույնիսկ այս մինուսի շրջանին, մենք կտեսնենք, որ միևնույնն է ստեղծման պահից, հա, կամ նախորդ ժամանակներից սկսած միևնույնն է ավելի բարձր են գները եւ իրականում պետք է հասկանալ, որ պետք չի կարճաժամկետ տատանումներից խոճապահար լինել, հա, ու նման տատանումներից երբ ներքև են իջնում, որովհետեւ մասնագետներին շատ հասկանալի են նման անկումները, նման շրջանները եւ մասնագետները գիտեն, որ այս անկումներին հետո հաջորդում են վերականգնման փուլերը, հա, հետո տնտեսությունները սկսում են վերականգնվել, գները սկսում են կարգավորվել եւ բնականաբար դա արդեն երևում է նաեւ մեր գրաֆիկում, որովհետեւ 23 թվականին արդեն կենսաթոշակային ֆոնդերը վերականգնեցին իրենց կրած վնասները եւ 23 թվականը ամփոփեցին բարձր եկամտաբերության ցուցանիշներով եւ հիմա էլ տենց սննդած բարձրանում են առաջ։ Այսինքն մենք մտքում պետք է հիշենք, որ կարճաժամկետ տատանումների ժամանակ պետք չի խոճապի մատնվել, մասնագետներին դա հասկանալի է, նրանք գիտեն, որ անկումներին հետևում են վերականգնման փուլերը եւ իրականում կենսաթոշակային ֆոնդերը, քանի որ երկարաժամկետ ներդրումային հորիզոն ունեն ժամանակ անցնելու մի քանի այդպիսի տնտեսական ցիկլերի, հա, միջոցով։ Բնականաբար, երբ արդեն շուկաները կարգավորվեցին եւ եկամտաբերությունը արդեն լավ էր, մենք էլ զանգեր չէինք ստանում, բայց դա իհարկե կարեւոր չի։ Հիմա եկեք գնանք առաջ եւ մտքում ունենալով, որ կարեւոր է կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության երկարաժամկետ ցուցանիշները, նայենք այն աղյուսակին, որը ներկայացնում է համակարգում արկա 6 կենսաթոշակային ֆոնդերի, որովհետեւ ինչպես սկզբում նշեցի, կա 3 տիպի ռիսկայնությամբ կենսաթոշակային ֆոնդ եւ քանի որ համակարգում կա 2 կառավարիչ, ովքեր ունեն ամեն մեկը այս 3 տիպի ֆոնդերից, համակարգում ընդհանուր կա 6 կենսաթոշակային ֆոնդ։ Ընդ որում մեր աղյուսակի այս առաջին սյունյակը նկարագրում է ֆոնդի անվանումը։ Հիմա եկեք այստեղ մի բան ձեզ ասեմ, ուրեմն ֆոնդի անվանումը իրականում իրենից ներկայացնում է 5 լատինատառ հապավում, հա, առաջին 2 տառը դա նկարագրում է կառավարչին, իսկ վերջին 3 տառը դա նկարագրում է ֆոնդի տեսակը։ Այսինքն եթե բանկոմատի միջոցով ստուգեք եւ տեսնեք CQ-կոն, դա կնշանակի, որ դուք C² ամպեգայի կոնսերվատիվ, այսինքն պահպանողական, հա, միջին ռիսկայնությամբ ֆոնդում եք։ Եվ մարդկանց 99%-ը այս մեր աղյուսակի այս մեջտեղի տողում է գտնվում, որովհետև ընտրություն չի կատարել։ Մյուս ֆոնդերը դա fixed, այսինքն կայուն եկամտային, հա, եւ բալանսավորված, հավասարակշռված։ Հիմա եթե նայում ենք աղյուսակին, որտեղ մենք ներկայացրել ենք վերջին ամփոփված, հա, 6 տարիները, տարեկան եկամտաբերությունները բոլոր ֆոնդերի, ինչպես նաև կൂട്ടակային, հա, ստեղծման պահից մինչև 25 թվականի ավարտը, ապա տեսնում ենք, որ մեր C² ամպեգայի բալանսավորված CQ-BAL ֆոնդը համակարգի ամենաեկամտաբեր ֆոնդն է, հա, կൂട്ടակային եկամտաբերությունը եթե նայենք եւ նաեւ երրորդ տարին անընդմեջ ամենաեկամտաբեր ֆոնդն է։ Հիմա եկեք գնանք մի քիչ խոսենք իսկ մասնակիցը ինչ կարող է անել, հա։ Մասնակիցը պետք է համեմատի 2 կառավարիչների համապատասխան ռիսկայնությամբ ֆոնդերը։ Այսինքն երբ համեմատում ենք ֆոնդերն իրար մեջ, որպեսզի կատարենք ընտրություն, անհրաժեշտ է նույն ռազմավարությամբ ֆոնդերն իրար հետ համեմատել։ Ճիշտ չի լինի ցածր ռիսկայնությամբ ֆոնդը համեմատել բարձր ռիսկայնությամբ ֆոնդի հետ եւ անել որոշակի հետեւություններ։ Նու կարելի անել, բայց դրանք չեն լինի ճիշտ։ Այստեղ մի բան էլ ավելացնեմ, որ տնտեսագիտության ու ֆինանսներում ասում են, որ երիտասարդներին
ավելի նպատակահարմար է հենց բարձր ռիսկայնությամբ ֆոնդը, հա, եկեք հասկանանք ինչու են այդպես ասում, որովհետև իրականում երբ մենք երիտասարդ ենք եւ դեռ ունենք երկար, հա, ժամանակ մինչ անցնենք կենսաթոշակային տարիքի, մենք կարող ենք մեզ թույլ տալ մի քանի այսպիսի տնտեսական ցիկլերի միջով անցնել, իսկ ռիսկային ֆոնդը ինչպես իր ակնկալվող եկամուտն է բարձր, այսինքն եթե շատ է բաժնետոմսերում ներդրումներ անում, հետևաբար ավելի բարձր է հավանականությունը, որ եկամտաբերությունը բարձր կլինի, բայց ինչպես ճոճանակի օրինակով ենք ասում, հա, երբ որ տենց պտտվում ենք, ուժեղ ենք պտտվում, շատ հաճելի է, բայց երբ ընկնում ենք, շատ ցավոտ է լինում, հետևաբար այս անկման ժամանակ ռիսկային ֆոնդն էլ ամենամեծն է ընկնում, հետևաբար այս տատանումը ամենամեծն է լինում հենց ռիսկային ֆոնդի դեպքում, բայց քանի որ մենք երիտասարդ ենք եւ արդեն զինվել ենք գիտելիքով, որ անկումների ժամանակ մենք չենք խոճապի մատնվում, մենք գիտենք, որ դեռ նրանք վերականգնվելու են եւ մենք էլ ունենք ժամանակ, մինչ հասնենք մեր կենսաթոշակային տարիքի, հետեւաբար մեզ կարենք թույլ տալ, որովհետեւ գիտենք, երբ շուկաները վերականգնվեն, մեր ռիսկային ֆոնդն էլ ավելի բարձրն է բարձրանալու։ Հիմա գնանք առաջ եւ տեսնենք, թե վարժությունը, որը կարող է անել մասնակիցը, հա, օրինակ հենց balanced fund-ի օրինակով, ինչ հետևություններ կարող է անել։ Իրականում այստեղ համակարգի երկու, հա, ամենառիսկային ֆոնդերի եկամտաբերության համեմատություններն են եւ թվում է թե եկամտաբերության ցուցանիշներն իրար մոտ են եւ գուցե դուք ասեք ինչու այդքան խորանալ, այդքան հետեւել, եթե այսքան մոտ են իրար եկամտաբերության ցուցանիշները Ես չեմ համաձայնի ձեզ հետ, որովհետև իրականում փոքր թվերը մեծ տարբերություն են ստեղծում, սա պետք է հիշել, բայց պետք չի զուտ հիշել, պետք է հասկանալ, թե ինչու։ Դե եկեք միասին հասկանանք։ Ուրեմն ֆինանսիստները համարում են, որ իրենք դպրոցում սովորել են 7 հրաշալիքները, իսկ հետո էլ իմացել են, թե որն է 8-րդը եւ Բարտոկոսին անվանում են աշխարհի 8-րդ հրաշալիք։ Եկեք ֆինանսիստներից հետ չմնանք եւ մենք էլ տեսնենք, թե որն է աշխարհի 8-րդ հրաշալիքը։ Ենթադրենք ունենք 100,000 դրամ եւ որոշել ենք ներդնել տարեկան 9% տարեկան եկամտաբերությամբ, դե դա նշանակում է, որ մեր գումարը ամեն տարի 9,000 դրամով ավելանալու է, մենք էլ երիտասարդ ենք, 30 տարի այս գումարը մեզ անհրաժեշտ չի եւ 30 տարի տարեկան 9,000 դրամով ավելացնում ենք մեր գումարը 100,000 դրամ, 30 տարի անց ունենում ենք 370,000 դրամ, շատ ուրախ ենք, մինչեւ որ գալիս է մի ֆինանսիստ եւ ասում է, ախ, իսկ դու գիտես, եթե ներդնեիր բարդ տոկոսի ներքո, ապա քո գումարը կավելանար յուրաքանչյուր տարի ոչ թե 9,000 դրամով, այլ կավելանար ամեն տարի կուտակված գումարի 9%-ով, այսինքն առաջին տարին օքեյ տարբերություն չկա, երկրորդ տարում շատ քիչ է տարբերությունը, հա, 810 դրամ, բայց 30 տարիների ընթացքում մեր գումարը կդառնար 1,326,000 դրամ, որովհետև ոնց կարծես ձնագնդիկ լինի, հա, որ սենց պտտվում է գնալով, մեծանում է եւ վերջում դառնում է մի մեծ անկառավարելի ձնագունդ։ Եվ տարբերությունը համաձայնեք, որ բավական մեծ է։ Հիմա շտապեմ ուրախացնել ձեզ եւ ասել, որ կենսաթոշակային ֆոնդերը աշխատում են հենց բարդ տոկոսի սկզբունքով։ Այսինքն ձեր գումարները, որոնք մենք ներդնում ենք իրականացնում, այնուհետև նորից վերաներդրվում են եւ այս զնագնդիկի էֆեկտով, հա, տարիների ընթացքում չնչին թվացող տարբերությունը եկամտաբերության շատ էական ազդեցություն կարող է թողնել ձեր ապագա կենսաթոշակի վրա։ Եթե հիպոթետիկ դիտարկենք մեկ օրինակ, ենթադրենք դուք ամսական կուտակում եք 40,000 դրամ եւ 6 եւ 7% տարեկան եկամտաբերության ֆոնդեր կան, ձեզ կարող է թվալ, որ 1% եկամտաբերության տարբերությունը էական չէ, բայց 30 տարիների ընթացքում միայն այս տարբերությունը կհանգեցնի 8.6 միլիոն դրամի տարբերության։ Վերջում մի քանի խոսք մեր կազմակերպության մասին, հա, մեր կազմակերպությունը C Quadrat Ampeg-ան
Հանդիսանում է կենսաթոշակային ակտիվների պրոֆեսիոնալ կառավարիչ, որը հիմնադրվել է 2013 թվականին։ Մեր հիմնադիրները հանդիսանում են ավստրիական CQ ներդրումային ընկերությունների խումբը եւ գերմանական Ampega Asset Management-ը։ Մեր հիմնադիրներն, ինչպես տեսնում եք, ունեն շատ երկար տարիների փորձ ակտիվների կառավարման ոլորտում աշխարհի մի շարք երկրներում եւ մենք արդեն այսօրվա թվերով կառավարում ենք շուրջ 450,000 մասնակցի կենսաթոշակային համակարգի մասնակիցների ավելի քան 700 միլիարդ դրամ ակտիվներ։ Ասեմ, որ մեր կազմակերպությունը անցած տարի նոյեմբերին, այսինքն 2025 թվականի նոյեմբերին մենք շահել ենք մրցանակ, որի համար շատ ուրախ ենք եւ կիսվենք։ Մենք World Pension Summit-ում արժանացել ենք լավագույն ներդրումներն անվանակարգում մրցանակի, մեր իրականացրած ներդրումների, արդյունավետ ներդրումների շնորհիվ, ինչի համար ուրախ ենք։ Այդքանը ես ասեմ, որ մինչ անցնենք հարցերին, որոնք դուք կարող եք ուղղել այստեղ, ասեմ, որ մենք պատասխան նամակով, ինչպես ասացի, կուղարկենք ձեզ տարբեր օգտակար հղումներ, տարբեր նյութերի նաև հղումներ, որովհետև մեր սոցիալական հարթակում մենք բարբերաբար կիսվում ենք եւ կենսաթոշակային ֆոնդերի եւ առհասարակ ներդրումների մասին հանրամատչելի լեզվով, ինֆորմացիայով, նաև կենսաթոշակային ֆոնդերի եւ եկամտաբերության մասին եւ այլ հետաքրքիր հաճախ տրվող հարցեր ավելի մատչելի լեզվով ներկայացնում ենք եւ կուղարկենք ձեզ բոլոր հնարավոր նյութերը։ Դե հիմա լսում եմ ձեր հարցերին։ Ну, հիմա կկարդամ, եթե ունեք հարցեր, կարող եք այստեղ chat-ի հատվածում գրել, բայց ես կարծես չեմ տեսնում հարցեր, չեմ տեսնում։ Մեկ չկա հարց։ Ահա, լավ, կարծես հարց չկա, կա, չեմ կարողանում կարդալ, չեմ տեսնում։ Ես խնդրեմ իմ գոլեգան կարդա։ Իսկ ինչպես կարող ենք փոխել ֆոնդը։ Ինչպես կարող ենք փոխել ֆոնդը, օքեյ։ Ուրեմն ֆոնդի փոխել, ֆոնդ ընտրել, կարող եք ամենահեշտ մեթոդը, եթե դուք արդեն ունեք բջջային նույնականացում, նույն ինքը EMID, դա նշանակում է, որ հեշտությամբ կարող եք նույնականանալ, ցանկացած կայքում, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարը, որը նշեցի սկզբում հանդիսանում է մասնակիցների ռեեստրավարը, այսինքն վարում է այդ անվանական անհատական հաշիվները, նրանց կայքում դուք կարող եք մուտք գործել, անցնել նույնականացում եւ շատ հեշտությամբ կատարել ֆոնդի ընտրություն։ Մյուս մեթոդը դա բանկային հավելվածի միջոցով կատարելն է, բայց այստեղ ասեմ, որ ոչ բոլոր բանկերը ունեն այդ հնարավորությունը, միայն Կոնվերս, Արարատ եւ Արցախ բանկերը ունեն այդ հնարավորությունը։ Մյուս մեթոդը դա ֆիզիկապես բանկ այցելելն է, բայց նորից ոչ բոլոր բանկեր, միայն այն բանկերը, ովքեր հանդիսանում են համակարգի հաշվի օպերատորներ, դրանք են Կոնվերսը, Արարատը, Արտշինը, Ամյոն եւ Հայփոստի գրասենյակը, բայց իհարկե ամենահեշտ մեթոդը դա on-line կատարելն է։ Իդեպ ասեմ, որ մենք երևի վաղ արդեն կհրապարակենք մեր էջում տենց քայլերով անիմացիոն, վիդեոհոլովակ, որը ձեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող եք մուտք գործել կենտրոնական դեպոզիտարիայի կայք, ինչպես անցնել նույնականացումը եւ ինչպես կարող եք կատարել ֆոնդի ընտրություն։ Իսկ ակնհայտ դեպքում կբաշխվելու գումարները եւ համապատասխան տարիքը հատենք ու հաջորդ հարցն է նույնը, ինչպես ենք հետ ստանալու գումարները։ Ինձ հուշեցին, որ մենք ունենք հարց, թե ինչպես են ստանալու կենսաթոշակը, ասեմ, որ այստեղ մի քանի ինչ հարցին պատասխանեմ, մի քանի ինֆորմացիա տամ, կենսաթոշակային միջոցները հանդիսանում են մասնակիցների սեփականությունը, եւ ժառանգելի են։ Ուստի եթե մարդը մասնակիցը չի հասնում իր կենսաթոշակային տարիքի, իր միջոցները հանդիսանում են իր օրինակելի ժառանգի սեփականությունը, եւ նույն այս դեպոզիտարիայի կայքում դիմում գրելով ժառանգը կարող է ստանալ
ունենալ միջոցները, բայց ընդհանրապես մասնակցին իր միջոցները, կենսաթոշակային միջոցները հասանելի են դառնում միայն իր կենսաթոշակային տարիքում։ Ուրեմն կենսաթոշակային տարիքը երբ լրանա, իսկ դա այսօր 63 տարեկանն է, մասնակիցը պետք է իր կենսաթոշակային միջոցները փոխանցի կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությանը եւ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունը անուիտետային պայմանագրի հիմքով, պայմանագիր կնքելով կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերության հետ անուիտետի վճարումների տեսքով ստանա իր կենսաթոշակը։ Բարև ձեզ, եթե ամառվանից կենսաթոշակային հաշիվը չի ավելացել, ինչ անել։ Ահա, ես ենթադրում եմ, որ եթե դուք դեռ աշխատում եք, այսինքն դուք եթե չեք դադարել ձեր աշխատանքային գործունեությունը, որովհետև եթե դուք դադարել եք ձեր աշխատանքային գործունեությունը, դա նշանակում է, որ գործատուն եւ պետությունը հատկացումներ չեն անում, բայց միևնույն է, քանի որ ձեր գումարը ֆոնդում է, ներդրումների արդյունքում գումարը միևնույն է ավելանում է։ Բայց եթե դուք տեսնում եք, որ փոխանցումներ չեն իրականացվել, գուցե դա ինչ որ ծրագրային, խնդիր է, որ պեկից չի հասել դեռ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, բայց առհասարակ նույնիսկ եթե ձեր գումարները չեն ավելանում, հատկացումներ չեն իրականացվում, ձեր գումարները հնարավոր չի չավելանան։ Այն էլ հիմա, երբ շուկաները աճում են, այսինքն ձեր գումարները ավելանում են։ Երբ եւ ինչպես է հնարավոր ստանալ կուտակված գումարը կենսաթոշակային տարիքին հասնելու ժամանակ, դե արդեն ասացի, թե ինչպես, իդեպ էստեղ ասեմ, որ կան մի քանի բացառություններ, երբ գումարը հնարավոր է շուտ ստանալ, այդ բացառությունները հետեւյալն են, եթե մասնակցի 55 տարեկանը լրացել է եւ նա ունի կուտակած բավարար միջոցներ, իսկ դա մոտավոր հաշվարկով 20 միլիոն դրամն է, եթե մասնակիցը ունի ծանր հիվանդություն եւ այդ հիվանդությունը ներառված է կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկում, եթե մասնակիցը հանդիսանում է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու սահմանափակում ունեցող 3-րդ կարգի հաշմանդամ եւ եթե մասնակիցը օտարերկրյա քաղաքացի է, ոչ ռեզիդենտ է, ով վերադառնում է իր մշտական բնակության երկիր, ապա գումարները հնարավոր է շուտ ստանալ։ Մնացած բոլոր դեպքերում ձեր գումարները հասանելի են, երբ լրանա ձեր կենսաթոշակային տարիքը 63 տարեկանը։ Բարև ձեզ, իսկ եթե ներկայիս չենք աշխատում այն կուտակված գումարների հետ, ինչ է լինում։ Ուրեմն, եթե դուք չեք աշխատում, ինչպես նոր նշեցի, միևնույն է դուք ունեք կուտակված որոշակի X գումար, դուք ունեք փայեր կենսաթոշակային ֆոնդում եւ այդ գումարները ձեր միևնույն է աճում են, այսինքն դուք հավելյալ ձեր 10%-ը չեք կուտակում ձեր աշխատավարձից, բայց ձեր գումարները շարունակում են ավելանալ, որովհետև ներդրումների արդյունքում փայի գինը ավելանում է եւ ձեր ունեցած միջոցները ավելանում են։ Ընդ որում, եթե նույնիսկ մասնակիցը Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկնում է երկրից կամ հրաժարվում է իր քաղաքացիությունից, միևնույն է այս գումարները մնում են ֆոնդում, կառավարվում են կառավարչի կողմից, ավելանում են եւ ձեզ հասանելի են դառնում 63 տարեկանում։ Իսկ կենսաթոշակային հավելվածք մուտք անելու համար գաղտնաբար պետք չի, ոչ գաղտնաբար պետք չի, դուք ընդհանրապես պետք է նույնականանաք, այսինքն կամ բջջային ձեր mobile ID-ով, բջջային ստորագրությամբ, կամ էլ եթե ունեք ID քարտ եւ ID քարտը կարդացող սարք, դուք հետևեք մեր էջին, մենք ամենայն հավանականությամբ վաղը արդեն կհրապարակենք մեր վիդեոհոլովակը, որտեղ քայլ առ քայլ պատմվի, թե ինչպես կարող եք մուտք գործել CDA-ի կենտրոնական դեպոզիտարիայի կայք։ Հիմա արագ անցնեմ, տեսնեմ որևէ հարց բաց չեմ թողնել, ինչպես փոխել գումարները։ Կարծես ես երկու հարց էլ ունեմ, կասեք ինչպես է բաշխվում գումարը, իսկ որ գումարի մասին է, ինչ է նշանակում, ինչպես է բաշխվում, եթե ի նկատի ունեք, թե որտեղ են ներդրումներ իրականացվում, ապա մեր կայքում դուք կարող եք տեսնել
բոլոր կենսաթոշակային, կենսաթոշակային 3 ֆոնդերի մասին էլ մանրամասն տեղեկատվություն, որտեղ են ներդրվում, ինչ արժույթով են ներդրվում, ինչ ժամկետայնությամբ ակտիվներում են ներդրվում, այսինքն եթե մասնակիցը որոշում է հետևել, թե հետաքրքրվել, թե իր գումարները որտեղ են ներդրում, ուր են գնում, այսպես ասած, այս ողջ ինֆորմացիան հասանելի է, մեր հաշվետվողականությունը շատ թափանցիկ է, մենք վերահսկվում ենք, ինչպես ցանկացած այլ ֆինանսական կազմակերպություն, մենք վերահսկվում ենք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից եւ մեր կայքում հրապարակում ենք հաշվետվություններ, հրապարակում ենք կենսաթոշակային ֆոնդերի փայերի եւ եկամտաբերության ցուցանիշները օրական կտրվածքով։ Ինչպես է բաշխվելու գումարը թոշակի ժամանակ։ Երևի նկատի ունեք որքան է կազմելու, կենսաթոշակը, ուրեմն դա կախված է լինելու, թե որքան գումար եք դուք արդեն կուտակել։ Ինչպես ասացի, մոտավոր հասկանալու համար դուք կարող եք օգտվել մեր հաշվիչից կենսաթոշակային, բայց եթե զուտ ավելի մանրամասն պատմեմ ձեզ, թե ինչպես են հաշվարկելու, ուրեմն երբ անցնեք կենսաթոշակային տարիքի, հաշվարկվելու է, թե ձեր կուտակած գումարները, երբ վերածում են ամսական կենսաթոշակի, ի համեմատ հիմնական կենսաթոշակի, որ մասն է կազմում, եւ եթե այն կազմի 75%-ից մինչև հնգապատիկը, ապա դուք այդ անուիթետային պայմանագիրն եք ստիպված լինելու կնքել, իսկ անուիթետային պայմանագրի անուիթետային վճարները, այսինքն ձեր այդ կենսաթոշակի ամսական վճարները հաշվարկելու է արդեն ապահովագրական ընկերությունը եւ այստեղ ոնց որ A+B-ի քառակուսի չի պարզ, որ հիմա ասեմ հաշվարկենք, այստեղ կան մաթեմատիկական մոդելներ, որոնք կիրառում են, կա առանձին մասնագիտություն, կա առանձին մաթեմատիկա, որ կիրառում են ապահովագրական ընկերությունները, որպեսզի հաշվարկեն կոնկրետ մասնակցի կենսաթոշակը, որովհետև դա կախված է լինելու կյանքի միջին սպասվող տևողությունից, մահացության աղյուսակներից, մի խոսքով բարդ մաթեմատիկական մոդելավորում։ Իսկ որտեղ կարելի է ծանոթանալ, թե ինչպես կարող ենք օգտագործել գումարները 63 տարեկանից հետո։ Դե օգտագործելը դա կենսաթոշակ ստանալն է, ինչպես ասացի, հիմնական մասը մասնակիցների պետք է կնքի անուիթետային պայմանագիր, որովհետև կենսաթոշակը կոչված է ապագայում ծառայելու մեր արժանապատիվ ծերության համար, երբ մենք դադարենք աշխատել, մեր եկամտի աղբյուրը լինելու է հենց կենսաթոշակը։ Կա նաև այլ մեթոդներ միանվագ ստանալու միջոցով, ուղղակի այս դեպքում պետք է քիչ կուտակած գումարներ ունենաք, որպեսզի հնարավոր լինի այն ստանալ միանվագ, կամ էլ եթե շատ գումար եք կուտակել, որ այդ վերածելու դեպքում հնգապատիկը գերազանցում է, միևնույն է հնգապատիկը պետք է կնքեք անուիթետային պայմանագիր, իսկ մնացածը արդեն կարող եք ընտրել միանվագ կամ ավելացնել անուիթետի գումարը, կամ էլ կարող եք թողնել ֆոնդում, կառավարիչը նորից ներդրումներ իրականացնի եւ դուք ամսական մարումների միջոցով ստանաք այդ հավելյալ գումարը։ Բայց ասեմ, որ այս ողջ ինֆորմացիան հասանելի է եւ մեր կայքում եւ կենտրոնական դեպոզիտարիայի կայքում, որովհետեւ կարգավորվում է նաեւ օրենքներով։ Շտապեմ ասել նաեւ ուրեմն հարց, չաշխատող անձը կարող է կամավոր վճարումներ կատարել։ Կենսաթոշակային համակարգի ներքո, պարտադիր կենսաթոշակային համակարգի ներքո չեք կարող միանալ, բայց մենք ի հավելումն կենսաթոշակային ֆոնդերի ունենք նաև ներդրումային ֆոնդ, որը կրկնօրինակում է կենսաթոշակային այս պահպանողական ֆոնդի ռազմավարությունը, որը նաև ավելի ճկուն է, որովհետև այստեղ դուք կարող եք ներդրում իրականացնել որքան ուզում եք, ոչ թե ամսական միշտ նույն գումարով եւ պարտադրված, եւ այս գումարները ձեզ կարող են հասանելի լինել ցանկացած ժամանակ, ոչ միայն երբ անցնում եք կենսաթոշակի, մի խոսքով ես խորհուրդ եմ տալիս ձեզ, որ դուք գրեք մեր էջին եւ մեր համապատասխան ֆինանսական խորհրդատուի հետ վերցնել խորհրդատվություն, ով ձեզ կարող է ուղղորդել, թե ինչպես կարող եք ներդնել ձեր գումարները։ Նաեւ շտապեմ ասել, որ ուշադիր լինեք ձեր
հեռախոսներին, որովհետև այս վեբինարն առաջինն է, որից հետո մենք տալիս ենք հնարավորություն բոլոր մարդկանց, ովքեր դեռ ունեն հավելյալ հարցեր կամ գուցե հարցեր, որոնց մենք պատասխանեցինք, բայց ուզում են մի քիչ ավելի մանրամասն, դուք կարող եք ամրագրել on-line հանդիպում մեր մասնագետների հետ եւ մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Էնպես որ հետևեք մեր էջերի սոցիալական հարթակներում, որպեսզի լինեք տեղեկացված, եթե ունեք հարցեր, ապա ուշադիր եղեք եւ ամրագրեք հանդիպումը եւ առհասարակ հետևեք ձեր միջոցներին։ Շատ շնորհակալություն, որ այսօր միացել եք, կարծես ոչ մի հարց չմնաց անպատասխան, իսկ եթե նույնիսկ կան, դե արդեն գիտեք ինչ պետք է անեք։ Շատ շնորհակալություն, stay tuned.